Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ So what I am saying to you is Ասածս այն է, որ that we have political prisoners, քաղաքական բանտարկելներ իրականում գոյություն ունեն։ and the most obvious example Եվ ամենից կարկառուն օրինակը is the contract prosecution of Samuel Karapetyan. պայմանագրային հետապնդումն է քրեական Սամվել Կարամետյանի։ When the prime minister tells you you are going to feel the bite of the country, Երբ որ վարչապետը ասում է դու ես երկրի կծածը դեռ կզգաս, the teeth of ատամները կզգաս, this is what you get. ահա թե ինչ է ստանում։ So it is shameful. It is a shame on the presidential administration Ամոթալի է եւ սա նաեւ ամոթա նախագահական վարչակազմի, to have engaged in this contract prosecution, որ սենց պայմանագրային քրեական հետապնդումով ազբաղում and rather than apologize for it, եւ փոխանակ ներողություն հայցելու they continue it and they escalate it. շարունակում են եւ դեռ մի բան էլ էսկալացիայի գնում։ But I want to be very clear Ուզում եմ միանգամայն հստակ լինեմ, that this improper conduct by the Armenian government որ այս այն վայելուչ վարքագիծը Հայաստանի կառավարության կողմից will not stand. չի կարող կենսունակ լինել։ And we will take this case not only to international tribunals, Եվ մենք այս գործը հասցնել ենք ոչ միայն միջազգային ատյաններ, but to all of those who can influence this government to give up its political prisoners. այլև նաև կհասցնենք բոլոր նրանց ականջին, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն թողնել այս կառավարության վրա, որպեսզի նա ազատի քաղաքական բանտարկյալներից, Which include high members of the church որը ներառնում է նաև բարձրաստիճան եկեղեցականների, and which include the overall attack on the Armenian Apostolic Church, եւ ընդհանուր նաև գրոհին է խոսքը վերաբերում հայ առաքելական եկեղեցու դեմ, of which the attack on Karapetyan is a part. որի բաղկացուցիչ մասը նաև Կարապետյանի վրա սանձարսակած գրոհը։ So I will be going to court this afternoon Ես այսքան օրվա երկրորդ կեսին մասնակցել եմ դատական նիստին, and welcome any questions that anyone may have. եթե հարցեր կան տվեք։